Ողջույն։ Թեմային անցնելուց առաջ դիմում եմ իմ շատ հարգելի հետևորդներին, դիտողներին։ Պետք է խնդրեմ որևէ սոցհարթակում տեսանյութերը դիտելիս հավանության որևէ նշան դնել։ Ինչպես նաև գրել որևէ կարծիք, մեկնաբանություն։ Այս ամենը խնդրում եմ ոչ թե եսասիրության, փառասիրության համար, այդ խնդիրը չեմ ունեցել։ Կարծում եմ այս հաղորդման անցած 5 տարվա ճանապարհին դա լավ գիտեք։ Սա սոցցանցերի ալգորիթմերի աշխատանքի պայման է։ Եթե քո նյութերի տակ հետևորդները բացի դիտելուց ակտիվություն են ցուցաբերում, լայն շրջանակի մոտ է հայտնվում տեսանյութը։ Իսկ մեր բոլորիս նպատակը հենց այն է, որ այսօր ընդդիմադիր ողջամիտ քննադատությունը հասանելի լինի լայն զանգվածների։ Ուստի պետք է խնդրեմ, որ դուք էլ ձեր մասը ապահովեք։ Այժմ հիմնական ասելիքս։ Մարտի 29-ից սկսած հանրային ակտիվություն են ցուցաբերում բռնագաղթած արցախցիները։ Ազատության հրապարակում հանրահավաք արեցին, 10-12 կետանոց պահանջ ներկայացրին կառավարությանը, տվեցին 1 շաբաթ ժամանակ, վրան տեղադրեցին Ազատության հրապարակում։ Իհարկե այս ընթացքում բազմաթիվ հանրահավաքներ են մեր երկրում եղել հակաիշխանական, որոնց մասնակցություն են ունեցել արցախցիները, բայց սա առաջին դեպքն է, որ հենց իրենք են կազմակերպում, բավականին ուշացումով։ Ինչևէ, բազմամարդ հանրահավաքի անունից արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որն իրականում չգիտեմ ովքեր են, պահանջում են արցախցիների վերադարձի վերաբերյալ քայլեր, պահանջում են արժանապատիվ կյանքի պայմաններ, բնակվարձի աջակցության 50,000 դրամների չդադարեցում, արդար եւ արդյունավետ բնակարանային ծրագիր, ատելության քարոզից հրաժարում, որն իրականացվում է հիմնականում իշխանական շրջանակներից ու աջակիցներից։ Պահանջում են հետ չկանչել Ադրբեջանի դեմ հայցերը, չլուծարել Միսկի խումբը եւ այլն։ Տրամաբանական, ընդունելի պահանջներ են։ Հայաստանում արցախցիները սոցիալական ծանր վիճակում են, ճնշող մեծամասնությամբ։ Գուցե փոքր տոկոսը բարեկեցիկ է, բայց հիմնականը աղքատության մեջ են։ Չեմ ասում, թե աշխատանքի ընդունելիս տարբերակում են Արցախից է, Հայաստանից է։ Ոչ, դժվար թե։ Բացի կառավարությունից ու երևի գուցե մի քանի հիմնարկից բացառություն դժվար լինի։ Իհարկե, կառավարական օղակներում խտրականություն է բոլորի նկատմամբ, բացի քպական պաշտոնյաների հարազատներից։ Արցախցիները կարող են տեղավորվել աշխատանքի այնպես, ինչպես ոչ արցախցիները, բայց հարցը այն է, որ մեր երկրում կա 25% աղքատություն ու մեր երկրում մեծամասամբ աշխատավարձը այնպիսին չէ, որ մարդիկ մտածեն բնակարան ունենալու մասին։ Առավել ևս արցախցիների դեպքում, որ չունեն բնակարան, իրենց ցածր աշխատավարձով համ պետք է տան վարձ տան, համ պետք է ապրեն։ Ու կառավարությունը զրկում է 50,000 դրամներից։ Նրանց տուն տալը ի տարբերություն մյուսների կառավարության պարտավորությունն է, ժողովուրդ։ Ասում են Հայաստանում էլ լիքը կան տան կարիք ունեցողներ։ Այո, կան, դրա համար ենք ասում պետք է լինի կարիքի գնահատում ու առաջինը պետք է տուն ստանան նրանք, ովքեր կառավարության պատճառով, աղետների պատճառով զրկվել են տնից։ Արցախցիներին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է զրկել տնից ու պարտավոր է տալ տուն, աշխատանք, սոցիալական երաշխիքներ, տասնամյակներ ապրել, արարել, ստեղծել են, մի օրում հանձնել ես ու մենակ հագի շորերով բռնագաղթել են, պարտավոր եք ապահովել։ Ամեն տարի Հայաստանն Արցախին գումար էր ուղղում, հսկայական, 2 տարի է չեք ուղղում, ուր են գնում այդ փողերը։ Դրանով բոլորին տներ կտայիք։ Դուք հայտարարել եք բնակապահովության ծրագրի մասին ու 30,000 կարիք ունեցողից ընդամենը 800-ն է դիմել հավաստագրի համար։ Նրանցից էլ ընդամենը 38-ն է ձեռք բերել բնակարան, ուրեմն դա անհաջող ծրագիր է։ Կամ ոնց կարող եք մարդկանց տունը հանձնել ու ասել գնացեք հիփոթեկով տուն առեք։ Կրկնում եմ, արցախցիները մի բան էլ ուշ են ոտքի կանգնել։ Պետք է եւ բնակարան պահանջեն, եւ ով ունի ծրագրեր, բիզնես հիմնելուն պահանջեն օգնել, ով գյուղատնտեսությամբ է զբաղվում, անհրաժեշտ ամեն ինչով ապահովեն։
Նիկոլը ինչպես Կիրանցի տները հանձնեց ու տվեց բարձր փոխհատուցում, ով ուզում էր, նույնը պետք է անի այս պարագայում, բայց փոխարենը կառավարությունը հերթով վերցրել է արցախցիների 12 կետանոց պահանջները ու մերժելով գալիս է։ Արցախցիները արդար պահանջներ են ներկայացնում, չնայած որ Նիկոլի անունը չեն տալիս։ Բայց արցախցիների այս արդարացի պահանջին ի պատասխան տեսնում ենք իշխանությունից ատելության քարոզ, մանիպուլացնում են, մարդիկ իրենց իրավունքներից են խոսում, իշխանության անդամները, падգամավոր, ֆեյքերի պոակի աշխատողներ բան, գրառումներ են անում, թե օգտագործում են ներքաղաքական թեմաներում, իրենցով հրապարակներ են լցնում, ու արցախցին, որ իր արդարացի պահանջով ոտքի է կանգնել, ասում է դե լավ, գնում ենք, պես կապում են սրա նրան, ավելի լավ է նստեմ տեղս մինչև։ Ձեզ մանիպուլացնում են, ժողովուրդ, իմ սիրելի արցախցիներ, դա արել են տարիներով ու դուք էլ հեշտ տրվում եք դրան։ 2022 թվականին, երբ Երևանում միտինգներ էին, Արցախի պաշտոնյաները այնպես էին կոմպլեքսավորվել, որ այնտեղից ի պատասխան Երևանի 40 օր տևած բողոքի ակցիաներին ասում էին, մեզ մի կապեք ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, որ ասում էին այ ընկեր, մենք ոտքի ենք ելել, որովհետև Արցախի ինքնորոշման նշաձող է իջեցնում, Արցախի 70% է հանձնել, այստեղ վախեցել էին, որ կարող է հանկարծ Արցախի ժողովուրդը ոտքի կանգնի ու հարց լուծի, ու իրենց վախը փոխանցել էին Արցախի իշխանություններին, թե Հայաստանում կատարվողը համարեք ավանտյուրա, աթոռակռիվ, Քոչարյան, նախկին եւ այլն։ Ու կուտը կերան։ Ինձ հետաքրքիր է։ Հիմա էլ եք այդ սադրանքներին տրվելու։ Հիմա էլ եք կոմպլեքսավորվելու, մտածելու եք, թե ձեզ օգտագործում են, որ իշխանափոխություն լինի։ Կկարդաք մի երկու իշխանական մեկնաբանություն ու նստեք տեղներդ, բայց որ հանկարծ ըմբոստանաք, իրականում կտեսնեք, թե ինչքան հզոր ուժ եք, ու այդ ժամանակ ձեր բոլոր պահանջները կկատարեն։ Վախից։ Բայց սաղդ ասում եք, ուզում ենք վերադառնալ։ Սրանք վերադարձի շուրջ ոչինչ չեն մտածում, չեն բանակցում։ Այսինքն դուք պետք է չէ պարտադրեք, որ բանակցեն։ Այո, պետք է ըմբոստանաք, ու եթե ձեր ըմբոստությունից շահելու են քաղաքական տարբեր ուժեր, ձեզ համար կարծում եմ դա չէ կարևորը, այլ այն, որ շահեք առաջին հերթին դուք, ստանաք ձեր հասանելիքը։ Ու ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանը ոնց որոշել է, որ դուք պետք է տեղահանվեք, ոնց ձեզ հորդորում էին տարբեր կողմերից, որ ոչ մի բան մի այրեք, ոնց կա այնպես թողեք դուրս եկեք, որովհետև վերադառնալու եք։ Երբեք չմտածեք, թե Արայիկ Հարությունյանը ինքը իրեն այդպիսի բաներ մտածած կլիներ։ Դա ասվել է ձեզ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որ ձեր հողն ու տունը սիրուն բանտիկը կապած հանձնվի թշնամուն։ Հիմա գնացեք նրանից պահանջեք, ասեք մեր տունը վերադարձրու մեզ։ Մեզ պետք է ոչ թե քո 40,000 դրամը, ոչ պլյուս 10,000 դրամը, ոչ ուզում ենք քեզանից կախման մեջ լինել, ոչ էլ քեզ ընտրել ենք, բայց քանի որ դու ես որոշել մեր երկրի ճակատագիրը, մեզ վերադարձրու մեր տուն, ոնց ուզում ես, պետք է երաշխիքներով վերադարձնես, դու ես մեղավորը ու պետք է պատասխանատվությունը վերցնես քեզ վրա, ու դա հաստատ 40 պլյուս 10,000 դրամը չէ, լավ տոկոսով հիպոթեքը չէ, դուք պետք է վերադառնաք այնտեղ, որտեղ ապրել եք հազարավոր տարիներով, պետք չէ ինչ-որ հոգեկան շեղում ունեցողների սոցցանցային գրառումները ծանր տանեք, ձեզ հյուր զգաք, արտագաղթե գնաք, ոչ, դուք տուն տեղ ունեք, կամ թող լուծեն ձեր տան վերադարձի հարցը, կամ հեռանան, ու ձեր պահանջը հենց իրենցից պետք է լինի, ուրիշ բան խնդրում եմ չմտածեք, այս սաղ ընթացքում շատ մարդիկ այսպես մանիպուլացվել են, մոլորեցվել են, որ հանկարծ ոտքի չկանգնեն ու բոլորը անխտիր տուժել են, որովհետև ընկել են ճիրանների մեջ, ինչքան տեղից շարժվեք, լինեք ըմբոստ, այնքան ձեր խնդիրները կստանան լուծում, այնքան ձեն չհանեցիք այդ տնաշեններ, այդ 40 պլյուս 10,000-ներ կտրեցին։ 2023 թվականին Հայաստանի իշխանությունը բռնագաղթից հետո ուղղակի ասեղի վրա էր, բայց կարողացան ձեզ լռեցնել, խաբել 40 պլյուս 10,000-ով, հանգիստ նստեցիք տեղներդ, ու իշխանության անհանգստությունն էլ անցավ, բայց հանուն արդարության ասենք, որ մենակ դուք չէ, որ տրվել եք իշխանության մանիպուլյացիաներին, այստեղ էլ են այդ կտերը կերել,
Այն որ սրանք ասում էին, մենք զինվոր չունենք, բանակը իզուր ենք գովել, պետք է հանձնենք, որովհետև իրականում թույլ ենք, զենք չունենք, դաշնակից չունենք, թշնամին հզոր է, բայրակթար ունի, ամեն ինչ անենք, որ պատերազմ չլինի եւ այլն, այդ կտերը չկերանք։ Համաձայնեցինք Սյունիքից տա, Ջերմուկից տա, Տավուշից տա, Գեղարքունիքից տա, որովհետև մեզ համոզում էին, թե մի օրում թուրքը կհասնի Երևան։ Մենք այդ կտերը կերանք, չէ՞, որ համաձայնեցինք սահմանազատում անել, սահման գծել, թե չէ մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլիներ։ Այդպես համաձայնեցինք նոր սահմանադրության գաղափարին, Արարատը մոռանալուն։ 2021 թվին մեզ չմանիպուլացրին, թե Քոչարյանը ուժեղ է, որ գա պատերազմ կանի Ղարաբաղի համար։ Մենք պատերազմ չենք ուզում ու այս ճահճի մեջ խորացանք։ Մենք մանիպուլյացիայի զոհ ենք։ Իսկ ով ասաց, որ եթե չեն հանձնում, ուրեմն պատերազմ է լինում։ Ինչու եք կամ-կամով նայում։ Կարող ենք ոչ հանձնել, ոչ պատերազմ լինի։ Մեր նախկին 30 տարվա փորձը։ Դե թող Քոչարյանի ժամանակ տենց բաներ պահանջեն, բա ինչի մտքներով չէր անցնում, որովհետև այն ժամանակ մեկ կրակոցին ստանում էին 10 կրակոց պատասխան։ Քոչարյանի ժամանակվա արտգործնախարարն ասում է, ինչ զենք թշնամիներ գնում, Քոչարյանը խնդիր էր դնում դրան հակադրողը ձեռք բերել։ Առաջ էին գալիս, պահանջում էր 10 անգամ ավելի շատ առաջ գնալ։ Սա սաղ զիջում է, ասում է զաթո զոհեր չեմ տալիս։ Ու այդպես թուրքը մտել է մեր երկրի մեջ։ Սիրելի արցախցիներ, մանիպուլյացիայի հերթական անգամ զոհ չգնաք։ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր։ Նիկոլը իրեն դուրս դրեց այդ պարտավորությունից, բայց սահմանադրությամբ է երաշխավոր, նաև արցախցիների անվտանգության երաշխավորն է թե արտաքին, թե սոցիալական ու պարտադրեք, որ ձեր պահանջները կատարեն։ Ես չգիտեմ, ովքեր են հանրահավաքի ակցիաների կազմակերպիչները, անգամ անտրամաբանական ելույթներ եմ լսում։ Դրանք շահարկվելու կամ թեման իշխանության կողմից շեղելու վախից է։ Այն որ ասում են, մեր պահանջը քաղաքական չէ, սոցիալական է, դա հենց այդ վախից է։ Դուք պահանջում եք վերադարձ, դուք պահանջում եք Մինսկի խմբի չլուծարում, դուք պահանջում եք հայցեր հետ չքաշել, դրանք մաքուր քաղաքական են։ Ումից եք պահանջում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունից։ Գիտեք, որ այդ իշխանությունը մի հոգի է, ուրեմն տվեք դրա անունը։ Կարճ ասած, սիրելի արցախցիներ, այս կառավարությունը ձեզ էլի կուտ կտա, կհամոզի, կվախեցնի, բայց իմացած եղեք, որ ձեր հարցը չի լուծի, քանի դեռ բռունցքված չեք ու հստակություն չեք պահանջում։ Գուցե սկզբունքորեն դեմ չեն ձեր խնդիրները կարգավորելու, բայց չունեն հնարավորություն, որովհետև քանդել են տնտեսությունը, մնացել են վարկերի հույսին։ Համոզված եմ, որ եթե բոլորս, խոսքը չի վերաբերում միայն արցախցիներին, գիտակցենք, որ մանիպուլյացիաներին պետք է բանի տեղ չդնել, խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ, քան պատկերացնում եք։ Իսկ ձեր խնդիրների կարգավորումը կախված է իշխանափոխության հետ։ Իշխանափոխության այլընտրանքը զրկանքներն են, աղքատությունն է, վախերն են, պատերազմն է, հայրենազրկումն է։